Քաղաքացիները կորցրել են գումարներ, բայց քաղաքացիները չեն կորցրել իրենց իրավունքները։ Մենք եկել ենք պահանջելու ուղղակի պետական պատասխանատվություն, որովհետև խոսքը արդեն չի գնում միայն ու միայն պետական անգործության մասին, խոսքը արդեն գնում է պետական պատասխանատվության բացակայության մասին։ Քաղաքացիները կորցրել են գումարներ, քաղաքացիները դարձել են զեղծարարության զոհեր, ինչի որովհետև քաղաքացիները պաշտպանություն չեն ստացել պետական մարմինների կողմից եւ դրսևորվել է պետական մարմինների կողմից անգործություն, իսկ հիմա մենք ակնկալում ենք, չենք ակնկալում, պահանջում ենք, պարտավորեցնում ենք պետական պատասխանատվություն։ Ինչի մինչև այսօր սեղանին դրված չեն կամ ինչի մինչև այսօր չկան գործուն մեխանիզմներ քաղաքացիների վնասների փոխհատուցման վերաբերյալ։ Մեզ չի բավարարում ինչ որ դրական պատասխաններն ու խոստումները չեն վերադարձնում քաղաքացիների կորցած գումարները։ Մեզ չեն բավարարում այն պատասխանները, որ քննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Տարիներ շարունակ քննությունները եղել են ընթացքի մեջ, սակայն չեն վերականգնվել քաղաքացիների իրավունքները։ Դատախազությունը ունի պարտականություն տուժած քաղաքացիների կողքին կանգնելու, դատախազությունը ունի պարտականություն տուժած քաղաքացիների վնասը վերականգնելու։ Խլել են քաղաքացիների գումարները, նյութական վնասներ են քաղաքացիները կրել։ Սրանք կոչվում են ներդրումային խարդախություններ եւ կիբերհանցագործություններ։ Ներդրումային խարդախությունները տեղի են ունեցել տարբեր հարթակների ձևաչափով, որոնք տարածված են եղել եւ մինչ այս պահին տարածված են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։